Երբեք թույլ մի տուր, որ սատանան գողանա հավատքդ։ Գիտես, իր հնարքներից մեկն է կասկածներ ա բերում։ Երբ որ տեսնում ես, որ ինչ որ հարցում կասկած ա բերում, զգա եւ հասկացիր նրա ձեռագիրը եւ հակառակ կանգնիր նրան եւ նա կհեռանա։ Շամուց եկած ամեն տեսակի որոմ, ամեն տեսակի օտարսեր պետք է արմատախիլ անես։ Երբեք թույլ մի տուր, որ սատանան գողանա քո խաղաղությունը եւ քո սերը քո կյանքից։ Դրանք Աստծուց տրված գերբնական օրհնություններ են։ Գիտես, սիրող մարդը երջանիկ մարդ է։ Եթե դու կարող ես վերապրել Աստծո սերը եւ դա փոխանցել ուրիշներին, դրա մեջ մեծ երջանկություն կա։ Երբ որ Աստծո խաղաղությունն ունես քո կյանքում, կողքդ կարող է փոթորիկներ լինի, բայց Տիրոջ գերբնական այդ շալոմը, խաղաղությունը, որ քո ներսում է, գիտես, դա ամեն մտքից վեր է, դա պահում է քեզ։ Երբեք թույլ մի տուր, որ սատանան գողանա ժամանակը, սիրելիս։ Այսօր ամենաթանկ կապիտալից մեկը մարդու կյանքում դա ժամանակն է։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի տեխնոլոգիաները գան եւ սատանան դրա միջոցով գողանա մեր པարզ մարդկային շփումը իրար հետ։ Առնվազն երկու տեղ կա, որտեղ որ մենք պետք է ակտիվ շփումը պահպանենք։ Դա ընտանիքն է եւ եկեղեցին է։ Սիրելիս, երբ որ դու կնստես հեռախոսի առջև, պլանշետի առջև, համբյուտերի առջև ու կհասկանաս, որ հիմա սա գնում է քո ընտանիքի ժամանակից, սա գնում է որպես ամուսիներ ձեր ժամանակից, սա գնում է քո երեխաներին տրվելիք քո ժամանակից, մի պահ կանգ առ եւ գնա շփվելու։ Ընտանիքը կանգուն է նրանով, երբ որ կա այնտեղ շփում, երբ որ իրար հետ խոսում են, երբ որ իրար ծառայում են, երբ որ իրար համար հաճելի բաներ են անում։ Երբեք թույլ մի տուր, որ գողը գողանա քո ընտանիքի ժամանակը։